Ճարտարապետությունը որպես արվեստի ինքնատիպ եւ այսպես ներփակող մի տեսակ իրականում ներկայացնում է հային։ Արդեն իսկ հայտնի է, որ հունական անտիկ ճարտարապետության նախատիպը Հունաստանում չի գտնված։ Եգիպտական, ասենք, մեզ շատ ծանոթ բուրգերի իբրև հորինվածքային ձև նախատիպը Եգիպտոսում չի գտնված։ Հայկական լեռնաշխարհից, Արարատյան երկրից վարպետները գնացել են Շումեր իրենց հրավերով, թագավորի Ուրուկ թագավորի հրավերով, գնացել են որպեսզի կառուցեն իրենց Աստծո տաճարը։ Այդ տաճարի փլատակները եւ վերակառուցումը հուշում է, որ դրանք զիկկուրատներն են։ Աստիճանաձև կառույցները դեռ կան, քանի աստիճան է, որը խորհրդանշում է երկնային ինչ որ շերտ, իրենց գույները ունեն եւ այլը, եւ դա կառուցել են Արարատյան թագավորությունից հրավիրված վարպետները, ճարտարապետները, առավել հետները տանելով նաեւ Շինանին։ Այսպես ասած, երկրաչափական կենտրոնից դեպի հյուսիս բոլոր տեղանունները կապված են սև, մութ, չար եւ այլ հասկացությունների հետ։ Սևծով, Սևան։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ։ Սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, նախամարդը երբ որ սկսեց իր համար ծածկ ու կացարան գտնել, հայտնվեց Քարանձավում, ապա սկսեց ձևափոխել, հետո հասկացավ, որ կարող է ինքն էլ ինչ-որ մի բան իրար վրա շարելով իր համար քարանձավատիպ ինչ-որ կացարան ստեղծի, բայց քանի որ մարդը ստեղծագործող էակ է, ի տարբերություն բնության այլ էակների, այդ ամենը վերածեց արվեստի եւ կարծես թե ծնվեց ճարտարապետությունը։ Կամ գուցե այլ պատմություն ունի ճարտարապետության սկիզբը։ Այս մասին տաղավարով ես սիրով հյուրընկալելու եմ ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել ինքնության տաղավարում հայկական ճարտարապետության մասին խոսելու։ Շնորհակալություն հրավերի համար։ Գիտեմ, որ բազմաթիվ գրքերի հեղինակ եք եւ դրանց մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության եւ հայկական եկեղեցաշինության խորհրդաբանությունը, սիմվոլիկան, եւ հենց դա էր պատճառը, որ ձեզ հրավիրել ենք ինքնության տաղավար, բայց մինչեւ դրան անցնելն ուզում եմ հասկանալ ճարտարապետություն իրականում երբանից է սկսում որպես գիտություն եւ որպես արվեստ գոյություն ունենալ։ Ինչքան հին է նրա պատմությունը։ Ուրեմն պիտի սկսենք նախասկզբից եւ մի անգամից չեշտենք, որ ճարտարապետությունը կամ ճարտարվեստը այնքան հին է, որքան որ մարդկությունը գոյություն է ունեցել։ Եթե նկատի ունենանք գոնե Երևանի տարբերակով կամ օրինակով, որ մենք այստեղ ունենք Homo sapiens-ի հայտնաբերված մասնունքներ առպակած 40,000 տարի առաջ Քրիստոսից, բայց հայկական լեռնաշխարհում շատ ավելի հին, բնականաբար, ուրեմն ինչ որ այդ ժամանակներից պիտի սկսենք, բայց կոնկրետ գործնեությունը, որոնք մեզ հասու են գոնե հնագիտական նյութերով, առպակած 12,000 տարի առաջվանից պիտի սկսենք նկատել դրանց նախնական ձևերը, տիպաբանությունը եւ տարածաշրջանի համար էլ սա բավական այսպես հուսադրող եւ բանասող թվագրում է, որովհետեւ օրինակները շատ են, իսկ ամենակարևորն է, որ ամբողջ այս պատմական ընթացքում մինչեւ մեր օրերը պահպանվել են տեղաբնիկների բնության հետ կապի, բնության ճանաչման եւ դրանց խորհրդաբանական ընկալման բազմաթիվ հետքեր շարունակաբար առանց ընդհատումների, բայց սա ավելի կարևոր է ճարտարապետությունը ընդհանրապես հասկանալու համար։ Հայկական լեռնաշխարհում եւ ներկայիս Հայաստանի տարածքում ամենահին հայտնաբերվածը Քրիստոսից առաջ 12,000 տարեկան։ Գոնե գերմանացի գիտնականների բարձաբանումներով կարող ենք ընդունել դա, չնայած կան ավելի վաղ շրջանի հուշարձաններ, որոնք ընթացքի մեջ են ուսումնասիրության եւ անընդհատ ամեն օր կարելի ասել նոր բացահայտումներ են տեղ ունենում, այնպես որ վերջնական որևէ եզրահանգմանը դեռ հասնելու ենք։
Պարոն Գրիգորյան, ճարտարապետությունը գեղեցիկ ապրելու ցանկություն էր մարդու, որ իր միջավայրը գեղեցիկ դարձնի, թե ինչ որ ասելիք էր, որն ուղղված էր իր նմաններին կամ Աստծուն։ Գիտեք, հավանաբար դրդապատճառը պիտի լիներ պաշտպանվածությունը բնական երևույթներից, այն ինչ որ նախամարդուն կամ մեր պապերին պիտի ամենօրյա խնդիր դառնար երկիր մոլորակի վրա ապրելու համար, բայց քանի որ մարդը բանական էակ է եւ նա բնությունից տրված ունի նաև գեղեցիկ ընկալման պահանջ եւ կարողություն, բնականաբար այդ գոնե բնակելի միջավայրը պիտի զուգահեռվեր այս երկու բաղադրիչներով, պիտի լիներ եւ հարմարավետ եւ իբրև պաշտպանիչ մի տարածություն եւ նաեւ հաճելի թե ապրելու համար, թե աչքի համար եւ թե արածը ներկայացնելու եւ սրանք այն հիմնական ելակետներ են, որոնց վրա հետո կառուցվում է ամբողջ ճարտարապետական հորինվածքը։ Հայկական ճարտարապետության պատմությունը Թորամանյանի շնորհիվ բյուզանդականից կտրվեց եւ գնաց ավելի հին ազդեցությունների եւ ավելի հին պատմական շրջան, չէ՞, եթե չեմ սխալվում։ Նախ բյուզանդականին կպած չի եղել, դա Համարել են, որ բյուզանդականին եվրոպացի որոշ գիտնականներ են փորձել չիմանալով կամ ծանոթ չլինելով բուն հայկական ճարտարապետությանը, հատկապես միջնադարի մասին է խոսքը, նրանք ընկալել իբրև բյուզանդական մշակույթի մաս, իսկ Թորոս Թորամանյանը գիտական հիմքը դրեց ճարտարապետության մեր միջնադարյան ուսումնասիրության, առավել եւս նրա նյութերի հիման վրա Եվրոպան ճանաչեց եւ գնահատեց մեր միջնադարյան ճարտարապետությունը եւ մինչեւ այսօր այդ ելակետը պահպանվում է եւ ավելի խորացվել է իրականում։ Այնպես որ Թորամանյանը առաջինն էր, որը գիտական հենքով, գիտական փաստերով ապացուցեց եւ ամբողջ աշխարհին լուր տարածեց այդ երևույթը։ Պարոն Գրիգորյան, ձեզ համար որպես վաստակավոր երկար տարիների ճարտարապետ, ով նաև ճարտարապետության թանգարանում հավաքում է նաև տարբեր երկրներում ապրող հայ ճարտարապետների անձնական արխիվները, նախագծեր, ուսումնասիրում նրանց կենսագրությունները։ Ձեզ համար հայկական ճարտարապետությունն ինչի մասին է։ Շատ բարդ հարց եք բարձրացնում, ճարտարապետությունը որպես արվեստի ինքնատիպ եւ այսպես ներփակող մի տեսակ իրականում ներկայացնում է հային եւ ավելի քան ներկայացնող կարծեք թե մշակույթի մյուս ոլորտներում չենք տեսնի, բայց մյուս կողմից էլ սա համամարտկային ուրեմն մշակույթը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հայ ճարտարապետները որտեղ որ գտնվել են, անմնացորդ նվիրվել են հենց ճարտարվեստին եւ այն ինչ որ իրանք ստեղծել են, չեն բաժանել ըստ տարածությունների, ըստ մարդկային տեսակի, ըստ գույնի, ըստ ցեղի կամ ըստ դավանաբանության կամ ըստ պետական որևէ նրանք իրենց կարողությունները բնականներ են դրել եւ բազմաթիվ փորձեր ունենք այս առումով ավելի երևի թե մարդասիրական, ինչպես որ բժշկություն է կարող ենք համեմատել, այսպիսի մի արվեստ է ճարտարապետությունը եւ հային շատ բնորոշ, իզուր չէ որ հայը կառուցող է համարվել միշտ շինարար, անկախ նրանից համալսարանական կրթություն ուներ թե ոչ։ Տրտետ ճարտարապետին նաև նկատի ունեք Սոֆիայի տաճարի գումբեթի։ Ոչ միայն ըստ գրավոր աղբյուրների նկատի ունեմ շումերական ուրեմն սեպագրերը, մենք պիտի հասնենք անունները չհիշելով, բայց փաստը գոնե գիտենք, որ դա 4-րդ հազարամյակից ունենք արդեն հայ շինարար ճարտարապետների ներդրման մասին տեղեկություն Միջագետքում, հետագայում Հնդկաստան, Հունաստան, Մերձավոր Միջին Արևելք եւ այլն եւ տարածում է հետո մինչեւ այսօր աշխարհով մեկ է արդեն։ Այնպես որ մենք հնագույնը պիտի սկսենք արպակած 4-րդ հազարամյակից։ Տրթատը արդեն միջնադար է եւ փաստ է եւ ոչ միայն տրթատը։ Ունենք բազմաթիվ ճարտարապետներ, դրանք հարյուրավոր են։ Եթե ոչ հազարավոր։ Եթե ոչ հազարավոր, այո։ Ձեզ համար տարբեր փուլերում, որտեղ հայ ժողովրդի պատմությունը, ինչպես մարդկության պատմությունը անդադ փուլերի է վերածվում, հա, դուք բերեցիք օրինակ շումերական շրջանը կամ դրանից առաջվա ավելի վաղ շրջանի, հետո գալիս է հեթանոսական տարբեր փուլեր, հետո գալիս է նորագույն հեթանոսության հելենիստական շրջան, հետո գալիս արդեն քրիստոնեական միջնադարյան, վաղ միջնադարյան, ուշ միջնադարյան եւ այլն։ Այդ շղթայում կա ինչ որ մի գիծ, որը անընդհատ է եւ
միավորում է հայկական մտածողությունը։ Անշուշտ կա եւ սա ամենակարևորներից է, որ փորձում ենք հայ մշակույթը ընդհանրապես բարձրաբանել եւ բաղդատել համամարտկային մշակույթի հետ։ Եվ այստեղ պիտի փորձեմ մի քիչ տարածվել ձեր հարցի շուրջ, որովհետեւ մի հսկայական պատմական ժամանակաշրջան է ընդգրկում այդ երևույթը։ Գիտեք, շատ հետաքրքիր է գոյություն ունեցող ուրեմն պահպանված հնագիտական կամ գրավոր նյութերի իման վրա գտնել որևէ երևույթի այսօր մեծ ծանոթ նախատիպը։ Ասենք ինչպես պիտի լիներ սկիզբը։ Եվ այդ սկզբի մասին, եթե ունենք պահպանված տեղեկություններ, նշանակում է այդ շղթան կարող ենք փոխկապված շարունակել եւ տեսնել, եւ այնտեղ միանգամից բարձ կդառնա ընդհատումներ եղել են թե ոչ։ Տեսեք, արդեն իսկ հայտնի է, որ հունական անտիկ ճարտարապետության նախատիպը Հունաստանում չի գտնված։ Եգիպտական, ասենք, մեզ շատ ծանոթ բուրգերի իբրև հորինվածքային ձև նախատիպը Եգիպտոսում չի գտնված։ Ուրեմն դրանք պիտի լինեին, որտեղ պիտի լինեին։ Իգուցե հենց այդպես սկսել են կառուցել, թե տեսեք, որևէ բան կառուցելուց առաջ մարդը պիտի նրա թե նյութական, նյութածախսի, թե հոգեբանական, թե գեղագիտական պահանջի եւ թե ընդհանրապես այդ կառույցի պահանջը պիտի ունենա գոնե իրեն մտապատկերում։ Այդ պահանջը նշանակում է մինչև իրականացումը պիտի կայացած լիներ, ձևավորված պիտի լիներ։ Այս սրա մասին է նախատիպը, որ ասում ենք, սա նկատի ունենք։ Դա վերաբերում է եւ գրի գյուտին, եւ որևէ գործնեությանը։ Եվ եթե մենք գտնում ենք ինչ-որ հուշարձան, որը կարողանում ենք թվագրել այսինչ դարով կամ հազարամյակով, այստեղ իհարկե մեծ հարց է առաջանում, իսկ նրա մասին պատկերացումը երբ պիտի ձևավորվեր։ Ուրեմն ավելի վաղ պիտի լիներ։ Հիմա այդ վաղ պատկերացումների հանրագումարով մենք կարողանում ենք հետ գնալ եւ փորձել խնդիրը ուղղակի պարզեցնել։ Ասենք նախամարտը, երբ որ սկսեց այդ չգիտենք, ասենք գիտական կամ իրեն կարողությունը համեմատելով երկիր մոլորակի երևույթների հետ մտածելու ունակությունը, երբ պիտի արդեն կայացած համարենք։ Սա թողնենք հարցական ապագայի համար, բայց նախամարտը չէր կարող չնկատել երկրի վրա գոյություն ունեցող իրեն շրջակա միջավայրում երևույթները։ Ենթադրենք չէր կարող չնկատել, որ օրը բաժանվում է երկու մասի, կա ինչ-որ գիշերային հատված եւ ավելի լուսավոր ցերեկային, այդ բառերը հետո պիտի հնարվեին բնականաբար, եւ պիտի նկատել դրանց տարբերությունը եւ ուղղակի ազդեցություն իրեն մարմնի վրա։ Չէր կարող չնկատել, ասենք, արեգակի գոյությունը տեսանելի, չէր կարող չնկատել գիշերային աստղազարդ երկինքը, չէր կարող չնկատել ջուրը եւ համեմատել քարի հետ նրանց տարբերությունը կամ կանաչը կամ ուտելիքը ճուտելիքի հետ կենթանական բնական բուսական աշխարհը եւ այս բոլորի բաղդադական ընթացքում պիտի առաջանային որոշակի առաջնային կամ կարևորագույնները առանձնացնելու պահանջ։ Եվ երբ որ մենք հետաբուտ ենք լինում գոնե, ասենք, եթե արվեստի մնացած ուրեմն ճյուղերը թողնենք ճարտարապետական պահպանված ժառանգությամբ, մենք նկատում ենք, որ օրինակ արեգակի գոյության փաստը, նրա ընկալման դրսևորման ձևերը պահպանված են շարունակաբար։ Եվ հետաքրքիր է, գիտեք ինչ է, արեգակի նրա ջերմատու լինելու, արեգակի որպես լուսատու լինելու, արեգակի որպես կյանք պարգևող, արեգակի որպես հավերժ կրկնվող մի երևույթի հաստատուն լինելու, հա, այս կարողությունները արեգակի ֆիքսվել են թե բանավոր կամ հետագայում գրավոր խոսքում, թե դրանց պատկերագրության մեջ։ Եվ այս պատկերագրության պահպանված բազմաթիվ նմուշներ ունենք, փաստացի նմուշներ,
երբ որ սրանք համեմատում են գրավոր նյութի, որը միջև այսօր պահպանվել են, եւ դրանց դրսեւորումները ճարտարապետության մեջ տեսնում ենք, որ միայն արեգակի հետ կապված մենք ունենք հենման կետեր որպես նախասկիզբ, որպես նախատիպ։ Օրինակներ կբերեք, որ մեզ ավելի պատկերավոր հասկանալի։ Օրինակ, ինչքան ես եմ փորձել համեմատել, ես չեմ հիշում մեկ այլ ոչ հայերեն լեզվում բարելույս արտահայտությունը։ Հայերը բարի լույս են ասում առավոտյան։ Բարի առավոտ չենք ասում։ Չէ, գիտենք բարի առավոտը, բարի օրն էլ գիտենք, կեսօրն էլ մյուսն էլ, բայց բարի լույսը ունենք եւ բարի լույսի կամ լույսի հետ կապված բազմաթիվ բաներ կարող ենք հիշել։ Նույնիսկ երբ որ գիշերն ենք բարեմաղթում, ասենք բարի գիշեր ենք ասում, պատասխանում են լույս բարի, այսինքն թե լույսը բարի լինի։ Ուրեմն ճարտարապետության մեջ, եթե մենք չգնանք միջնադարից ավելի ուրեմն պատմության խորքերը, պիտի հարց առաջանա հայկական պաշտամունքային կառույցը ուղղված է դեպի արևելք։ Այդ պահանջը երբ պիտի ծնվեր, բնականաբար քրիստոնեությունից առաջ։ Բայց քրիստոնեական տաճարներում տեսնում ենք, որ մուտքը հիմնականում արևմուտքից է, որ մարդը մտնի ու քայլի դեպի արևելք։ Դա կան նաև նախաքրիստոնեական մտածողության մեջ։ Չէ, կա դրսևորման ձևերն են ուրիշ։ Եթե մենք փորձենք արեգակի պատկերը, իբրև պատկեր, ֆիքսացիան պատկերի տեսնել, այո, նա շրջանակն է։ Ուրեմն մեր մշակույթում շրջանակաձև ինչ կան հորինվածք ունենք։ Արեգակի աշխարհի 4 կողմը լուսավորելու կարողությունը անմնացորդ պատկերը ունենք։ Արեգակի հաստատուն եւ հավերժ լինելու պատկերը ունենք, հա։ Արեգակը ընկալվել է եւ միջև այսօր ընկալվում է լուսատու երկնքում կամ ընդհանրապես մեզ ընկալելի երկնային ուրեմն տարածքում որպես ամենան, որտեղ երկրորդը չկա։ Բնականաբար մեր նախապապերը փորձել են համեմատելով ավելի համոզված լինելով իրենց ճակերտավոր գյուտի մեջ փորձել հասկանալ էլի ինչ կա ամենան, որ մոտ պիտի լինի արեգակին։ Ուրեմն դա պիտի լինի կենդանիներից այրուծը, որտեղ հայկական լեռնաշխարհում այրուծից ավելի հզոր, ավելի ուժեղ եւ այլը կենդանի չենք ունեցել։ Ուրեմն ստացվում է, որ արեգակը ունի կենդանակերպ։ Այսինքն խորհրդանշորեն, խորհրդաբանորեն տարբեր միջավայրերում փորձել են գտնել ամենակարևորի նշաններ։ Այո։ Երկրորդը որն է, որտեղ է գտնվում արեգակը երկնքին մոտ ամենահզոր թռչունը որն է, արծիվն է, հա, ինչն է լուսավորում կամ ում է լուսավորում երկրին, երկրի խորհրդանշանը որն է, ցուլն է, ուրեմն տեսեք ստացվեց այրուց արծիվ եւ բնականաբար մարդը ներսում պիտի լինի, ուրեմն 4-ի մենք խնդրի հանգեցինք, իսկ 4-ի խորհուրդը ընդհանրապես եւ մասնավորապես քրիստոնեականում հայտնի է 4 ավետարանիչներ։ Դա ուզում ասեմ, որտեղ բերեցիք հենց 4 ավետարանիչների խորհրդանիշները։ Իրենց պատկերներով։ Բայց դրանք ուրիշ բացատրություններ են, օրինակ քրիստոնեության մեջ։ Բացատրությունը ունի, բայց բացատրությունը քրիստոնեական ով է արել եւ որտեղ եւ հիմքը որտեղից է վերցրել։ Եթե մենք քրիստոնեական շրջանը վերցնում ենք միջնադարից, 4-րդ դարից, չէ՞, իսկ այս պատկերացումները արպակած 12000 տարվանից ֆիքսված ունենք, ուրեմն ով որ վերցրել է, փոխել է, փորձել է փոխել իմաստը, բայց պահպանել է պատկերը, պահպանել է տեսքը, պահպանել է խորքը նաև խորքը։ Օրինակ, երբ որ ավետարանիչներից մեկը նկարագրվում է որպես առյուծ, դա այն ավետարանիչն է, որը նկարագրում է Քրիստոսին որպես թագավոր, ով որ ցույց է ներկայացնում, ավետարանում Քրիստոսին ներկայացնում է որպես Աստծո զոհ, որ եկավ մարդկության համար իրեն զոհելու։ Արծիվը Հովհաննես ավետարանիչին է ներկայանում, որ աստվածաբանական մտքի թռիչքի եւ բանյանը, երկնային տիրույթի եւ աստվածաբանական, ուրեմն արծիվն է։ Եւ մարդուն մարդ այն ավետարանիչի խորհուրդն է, խորհրդանշանն է, ով որ կամ հրեշտակակերպ մարդը, ով որ Քրիստոսին մարդկային բնություններ ներկայացնում։ Այս տեսնում եք, ուրեմն մենք այս երևույթը տեղայնացրեցինք, ավելի բնորոշեցինք այս ժամանակաշրջանի մեր պատկերացումներին կամ աշխարհի հետ շփվելու կամ հասարակության հետ շփվելու մի երևույթի, որը պիտի կոչվեր քրիստոնեություն,
որպես առաջատար արդեն դավանաբանական երևույթ, բայց հենքը պահեցինք մեզ ծանոթ երևույթներով, թե պատկերային, թե զուգահեռներով, բուսական, կենդանական եւ այլ աշխարհի հետ, եւ հարստացրեցինք մեր դավանաբանական ամբողջ այդ կառույցը։ Պարոն Գրիգորյան, դուք խոսացիք հելենիզմի մասին, ասելով, որ հելենիզմին բնորոշ այդ տաճարային սյունազարդ կառույցները հունական միջավայրում իրենց նախատիպը չեն ունեցել։ Բայց կար ուրիշ տեղ, որտեղ իրենք ունեն իրենց նախատիպը։ Տեսեք, մենք ընդունված է գրականության մեջ, ասենք Գառնի հեթանոսական տաճարը, մենք ընդունում ենք, որ հայ մշակույթի կարևոր մաս, հայ ճարտարապետական հուշարձաններից կարևոր մաս եւ անտիկ շրջան կամ հելլենիստական շրջանի, հելլենական շրջանի հուշարձան, բայց եթե փորձենք այդ հուշարձանը տեսնել կամ վերլուծել խորհրդաբանական նկարումների շրջանակում, ապա այստեղ հարցեր են առաջանում եւ զուգահեռների խնդիր է առաջանում։ Տեսեք, թե քրիստոնեական եւ թե միջ քրիստոնեական, դա ասենք հելլենական շրջան կամ անտիկ շրջան, թե ոչ, հուշարձանը կամ կառույցը երկրի մակերևույթից բարձրացված է։ 3 աստիճան, 2 աստիճան, 1 աստիճան ավելի, այսինքն նա բարձր է։ Գառնի տարբերակում ունենք սյունաշար եւ ունենք ճակտոն, չէ՞, երանգունի ճակտոնը։ Խորհրդաբանական առումով սրանք այնքան պարզ նշաններ են, որոնք հայտնի են մինչև հելլենիզմը։ Դա ինչ էր նշանակում, ինչ են խորհրդանշում դրանք։ Տեսեք, ցանկացած երեխա, երբ որ փորձում է թռչուն նկարել, նա նկարում է անկյան տակ երկու պատկեր։ Դա թռչուն է նկարում։ Եվ իրեն համար միուն է այդ երևակական թռչունի, ասենք գլուխը դեպի վեր է, թե դեպի վար է։ Դա իրականում երկնքի նշանն է թռչունը, ոչ թե արծիվը որպես արեգակի ուղեկից, այլ դեպս թռչունը, թռչնու պատկերը ամենապարզ գծագրականով, դա երկինքն է։ Ամբողջ հայ մշակույթում ֆիքսված է, որ սյունը որպես երկինք եւ երկիրը կապող ուղղահայացի պատկերացում առնչվում է երկիր-երկինք կապը եւ դա կենաց ծառն է։ Կենաց ծառի բունը։ Այո, որովհետև մենք ունենք գրավոր պահպանված, որ սյունը ոչ թե ծանրություն է պահում ֆիզիկապես, որ իրականում անում է, այլ դա մի գավազան է, որը տիեզերքն է պահպանում։ Այսինքն Ատլասը չի, որ իր ուսերն է վերցրել, այլ ավելի ուշ շրջան է։ Չէ, նկատեմ այլ սյուն է, որը ցանկացած սյուն։ Եվ դա զուգահեռվում է նաև, ասենք, ծառի հետ դրաման մենք ունենք պաշտամունքային ծառեր, բարդին, սոսենին եւ այլն։ Մենք այստեղ այնքան շատ են զուգահեռները, այսինքն եւ նաեւ դրախտի պարտեզի կենաց ծառը, բարու եւ չարուի մոտ։ Ամենակարևորը, որ սյունը արական սկիզբ է խորհրդանշում, որպես արեգակի այն ուղղահայաց ճառագայթը, որ կեսօրին է հայտնում երկրի վրա հայտնվում։ Այսինքն նա արական սկիզբ է, նա կենսատու է, դրա համար կենաց ծառի հիմքն է։ Աստիճանաձև հարթակը, որ երկրից պիտի բարձրանար, խորհրդանշում է այն սահմանը, որտեղ պիտի երկրային կյանքը անդրաշխարհից տարբերվեր։ Այդ աստիճանաձև հարթակի մասին ուզում եի հատուկ խոսամ, որովհետև դուք դրա մասին առանձին հոդված, ծավալուն հոդված եւ գիրք կա, դրա մասին կա եւ այստեղ խնդիրը շատ ավելի խորանում է։ Գիտեք ինչ է, ուրեմն եթե հետ գնանք նորից մի շատ կարևոր հանգամանք պարզաբանենք, ուրեմն երբ որ մարդը կարողացավ հասկանալ, ընդունել զուգահեռներ տանել արեգակի բնութագրման մեջ եւ կարևորել նրա գոյությունը իրեն կյանքում, գտա մի շատ հետաքրքիր բանալի իրեն համար շատ կարևոր։ Ես դա համարում եմ երևի թե առաջի գյուտը, որ մարդկությունը արել է։ Որն է։ Ինչպես կողմնորոշվել երկիր մոլորակի վրա, որտեղ որ ինքը ապրում է։ Ոչ թե ամբողջ մոլորակը նկատունեմ, այլ տարածքը իմաստով։ Կողմնացույցը հետո պիտի լինի։ Այսինչ տեղում կա խմելու ջուր, որի առանց որ ինքը չի կարողանում ապրել, մեկ այլ տեղում կա ուտելիք, առանց որ ինքը չի կարողանում ապրել, ինքը ունի շնչելու բնական պահանջ, որի համար ոչ մի ջանք չի գործադրում։ Կազատ շնչում է, բայց ուտելիքի եւ խմելիքի համար պիտի փնտրի։ Փնտրածը պիտի պահպանի,
ինչպես գտնի դա քարե տարում ինչպես գտնի չկա հեռախոս չկա որևէ կապի միջոց չկա լեզու հա եւ այս առաջի ուրեմն գյուտը որն է հանկարծ նա գրխի են գնում որ եթե դեմքով կանգնում է դեպի այն ուղղությունը որտեղից ծագում է արեգակը իրեն համար արդեն կարևոր արեգակը եւ շարժվի այդ ուղղությամբ ցանկացած կետում կանգնելով եւ պտտվելով իրեն մարմնի շուրջ կարող է վերադառնալ ելման կետին նույնը հակառակը դեպի արևամուտ հետո գրխի են գնում որ իրեն ձեռքերը կարող է օգտագործել գնա դեպի արևածագի ուղղությունը եւ շարժվի այսինչ կետից դեպի այս ձեռքի դեր ձախողացնել չկա ուղղությամբ եւ հետ վերադառնա նորից գալիս է ելակետ եւ ստացվում է իրեն մարմինը դարձնում է գործիք որը միշտ իրեն հետ է եւ ցանկացած կետում ընդամենը պիտի ուղղվի դեպի արևածագի ուղղությունը արևելք հետագայում պիտի դա այդպես կոչվեր եւ սա արդեն ընդունված է անվանել աշխարհի քառակոն բաժանման համակարգ դա օգնում է նաեւ հիշել որտեղ է ջուրը գտնվում որտեղ է հիշում է հետո ֆիքսացիայի տարբեր ձևեր է հնարում բայց հիմնական ամփոփողը դառնում է արեգակը եւ գործիքը որին իրեն հետ է արեգակը միշտ կա ինքը կա իրեն գործիքով բայց սա քիչ էր երկիր մոլորակում ընդհանրապես հանգիստ ճակերտավոր ապրելու համար ինքը հանկարծ հասկանում է որ շատ բաներով կախված է երկնքից չի հասկանում երկինքը անձրև կարկուտ հա ամպրոպ չկա անձրև քամի երկրաշարժ քամի այսինքն այն ինչ որ երկնքից է դեռ պիտի հասկանա պիտի ըմբռնի բայց զգում է նրա ազդեցությունը եւ զգում է նաեւ անդրաշխարհի ազդեցությունը ջուրը հոսում է ինչ որ կետից հա երկրաշարժ հրաբուխ եւ այլը եւ բնականաբար արդեն գիտակցորեն իրեն երկրային կյանքը բաժանում է 3 մասի երկրային անդր եւ երկնային հիմա տեսեք միջնադարյան ցանկացած պաշտամունքային կառույց եթե մենք փորձենք դնենք աշխարհի 4 կողմ այս հասկացության եւ այս երաշերտի մեջ մենք տեսնում ենք որ սա դառնում է մոդել մանրակերտ որևէ կառույցի համար դա լինի քրիստոնեական շրջանի հետանոսական շրջանի թե ավելի վաղ այս մոդել մանրակերտի գոյությունը հայկական լեռնաշխարհում առպակաս 7-րդ հազարամյակից մենք ֆիքսված ունենք պատկերը եւ նրա մասին պատկերացումները մի բան որ աշխարհի ուրիշ տեղեր չենք տեսնում այն ինչ որ կա դա հետագայում է ավելի ուշ է սրանք խտանում են լրացվում են տարբեր խորհրդաբանական պատկերացում հասկացություններով իրենց նշանագիր տեսքով որոնք պահպանված են որոնք վերաիմաստավորվում են եւ տեսեք ես ասացի չէ որ նախատիպը պիտի փորձենք գտնել երբ որ կա պատկերը եւ կա նրա այսօրվա բնութագրումը մենք պատկերային համեմատությամբ տեսնում ենք որ ինչ է տեղ ունեցել պատկերը մնացել է պատկերի մեկնաբանությունը փոխվել է բայց այնքան չի հեռացել նախնական ձևից որ մենք չկարողանանք հասկանալ նրա պատմական խորությունը իսկ եթե ներողություն պատկերի վրա ավելացել է մի նոր նշան ուրեմն կարելի է գտնել թե այդ նշանը երբ ավելացավ որ դարում եւ ինչ իմաստով ավելացավ կամ պակասեց եւ այստեղ շղթան դառնում է անընդհատ հա չի ընդհատվում եւ կարողանում ենք այդ հսկայական ժառանգությունը բաղդատել տեսեք մեկի գաղափարը հա եթե թվայինի գանք 2-ի 3-ի 4-ի 7-ի 10-ի հետո հասնում է բյուր տեսեք մենք բյուր բառարմատով ինչքան ունենք ուղղակի տեղեր հա աշխարհագրական անուններ տեղանուններ կամ հակառակը արդեն իսկ գիտենք որ Մաշտոցյան այբուբենը ցանկացած երևույթի երկու անվանում է տվել տեսեք պատուհան լուսամուտ բայց երբեք չենք խորում դրանց տարբերությունը ո՞րն է մի պարագայում պատից հանված հատվածն է մյուս այսինքն դա ֆիզիկական նրա էությունն է բայց լուսամուտ ուրեմն լույսի աղբյուրը պիտի լինի իսկ լույսի աղբյուրը որտեղ է ոչ ոք չի կարող ասել արհեստական մի տեղ ուրեմն բնական է դա արեգակից է ուրեմն մենք տեսեք հասանք արեգակին ունենք նաև երթիկը երթիկը որտեղ է գտնվում է հազարաշեն ծածկում հազարաշեն ինչ է նշանակում հազարը բյուրն է
ուրեմն բյուր 1000 եւ 1000 այլն կտորներով Չի ավելի պատրաստված։ բարձը մեր բնակելի կամ այն միջավայրը որտեղ որ այ հիմա մենք գտնվում ենք մի տարածությունում որը 4 պատով փակված է այլ դրսի միջավայրից եւ մենք ունենք պատ եւ որմ ուրեմն տարբերությունը ինչ է բայց մենք ունենք առաստաղ բառը բայց երբեք չենք խորում առաստաղին չէ նշանակում առաստաղ գրապարում բառ բառը դեպի աստղ դիեզերք ուրեմն պիտի հասկանանք այն մարդը որ այս տարածության փորձեց անվանակոչել եւ դրեց առաստղ ուրեմն ինքը աստղայի երկնքի գաղափարը ուզում էր որ գար այս միկրո աշխարհի մեջ որտեղ ինքը ապրում էր Եկեղեցիները որպես ծիսական կառույցներ այո ինչ սկզբունքով եւ ինչ ասելիքով են դուք հիմա ներկայացնում եք որ առաստղ դեպի աստղ նայելու բայց մենք ունենք նաեւ եկեղեցական խորհրդաբանության անդրադառնալու կարիք շատ եմ ուզում դրան անդրադառնալ որն է ասել եկեղեցու մենք ունենք գմբեթ իմիջայլոց հայկական պաշտամունքային կառույցի գմբեթը ավելին է քան բառը որտեղ մենք գմբեթ ենք ասում նաեւ ռոմանական կամ գոթական կամ այլ ուրեմն մշակույթների նման տարածությունում, բայց հայկական գմբեթը տարբերվում է մյուսներից, որը մենք պիտի անդադ շեշտենք, որ մեր գմբեթը ունի երկու մաս՝ թմբուկ եւ վեղար։ Եվ այդ երկու մասերը ունեն որոշակի իմաստ։ Եվ պատկերացրեք, ես այդ իմաստը գտել եմ ոչ թե ճարտարապետության պատմությանը նվիրված կամ վերլուծականի նվիրված գրքերում, այլ Կոմիտաս վարդապետի 4 հատորյակում։ Ինչ է նշանակում։ Տեսեք, նա նկարագրում է ձայները, հա, եւ ասում է այս ձայնը կոչվում է թավ, հա, նկարագրելով հասնում է թավ ձայնին եւ ասում է այս թավ ձայնը դուրս է գալիս կոկորտից եւ գնում է դեպի երկինք, բայց ասում է չխառնեք արևելյան կլկլոցի հետ։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Սա պիտի այնպես արտաբերվի, որ գնա երկինք հասնի Աստծուն։ Հետո ցերևույթին մտածում է որ ընթերցողը կարող է շատ չհասկանալ թե այդ թավը վերջապես ինչ է, ասում է այս թավ ձայնը նույնն է ինչ որ ճարտարապետության մեջ երը։ Դե երը մենք համաստանում չենք անցել երը ինչ է։ Երն էլ է մեկնաբանում, ասում է ինչպես որ ճարտարապետության մեջ երը ցույց է տալիս որ այլևս ավարտվեց Աստծո երկրային տունը իբրև կառույց եւ սկսվեց երկնայինը այս է երը այսինքն միջավայրի փոփոխություն է տեղ ունենում պատկերացումների փոփոխություն եւ պատկերացրեք այդ երը գիտական առումով այն զարդագոտին է որը թմբուկի վրա է անկախ դա թմբուկի որ մասում է եթե նույնիսկ չկա եթե մենք Բաղդադում ենք եթե կտրենք տարբեր հարթություններով կտրվածներ անենք եկեղեցու կտեսնենք որ Աստծո երկրային տունը քառանկյուն հորինվածքների մեջ է ինչքան բարձրանում ենք վերև այնքան սկսում է կամարը կամ ճակտոնը հանդես գալ թմբուկի եւ երկրային տան հատվածում քառակուսին ձևափոխում է շրջանակի այս է երի հատվածն է այսինքն այդ թմբուկ այդ երն է որտեղ ավարտվում է մարդկային գործը երկրայինը սկսվում է երկնայինը գմբեթի հատվածը արդեն վեղարը դառնում է աստվածայինի խորհրդանիշ այո այսինքն երկնային ճշմարտության տարածքն է արդեն աստվածային տարածքն է երկնային դրախտի տարածքն է երկնային այգու տարածքն է երկնային քաղաքի տարածքն է մեր ամբողջ գրականության մենք ունենք բազմաթիվ նման զուգահեռներ Եվ դա մենավ կարևոր չի բազիլիկ կառուցվածքով, Խաչաձև կենտրոնագմբեթ կառուցվածքով Խաչաձև կենտրոնագմբեթում իրեն բոլոր տարատեսակներով դա միանշանակ է, իսկ բազիլիկ կառույցներում այս երևույթին փոխարինում է թաղը, որը երկնակամարն է։ Իսկ թաղի խորհրդաբանությունը շատ ավելի հին է։ Թաղը ո՞րն է։ Թաղածածկ, այսինքն ոչ թե հարթ տանիք, այլ երկթեք տանիքով ծածկը։ Չէ, կիսաշրջանաձև, թաղը կիսաշրջանակն է։ Այսինքն ծիածանը։ Կամարը երկնային։ Երկնային կամարը, գոտին, այդ բոլոր նույն իմաստները ունեն։ Այսինքն տեսեք, եթե եկեղեցու պաշտամունքային կառույցի անկախ տիպից հորինվածքը համեմատենք, ուրեմն ուղղված է աշխարհի 4 կողմ արևելք, հա?
ավագ խորանը պիտի լինի արևելք։ Խորանն ինչ է խորհրդանշում։ Խորանը, տեսեք, այստեղ մենք ունենք շատ հետաքրքիր տարակարծիք մոտեցումներ, խորանը ուրեմն ավագ սեղանի տարածքն է։ Ավագ սեղանը ըստ որոշ աղբյուրների կամ խորանը պիտի կառուցվեր ժայռի վրա, բայց եթե միտեղ ժայռ չկար, ուրեմն ժայռի բեկորով պիտի սեղանը պատրաստեինք, հա։ Սա արդեն շատ հետաքրքիր բան է, որտեղ ժամանակի ընթացքում փոփոխվել է։ Մեր հնագույն կառույցներում մենք տեսնում ենք, որ ոչ թե հիմնատակեր ունենք, պատի տակ հիմք է փորված, այլ ժայռի վրա է կառուցված։ Իսկ եթե մենք զուգահեռ ենք տանում մեր Մխիթարյան միաբաներից հայր Ղևոնդ Ալիշյանի հին հավատքայոց գրությանը, ուրեմն պարզ երևում է, որ մենք ունեցել ենք ժայռի, քարի, սարի, գագաթի առ երկինք բարձրացող որևէ երևույթի կամ պաշտամունք։ Եվ այդ պաշտամունքի դրսևորումը, հիշում եք սկզբում ես ասացի, որ դերևս շումերական 4-րդ հազարամյակ պիտի գնանք։ Այ 4-րդ հազարամյակից մենք ունենք արդեն գրավոր ֆիքսացիան, դա շատ հետաքրքիր զուգահեռ է, որ փաստորեն վերջի տարիներն է շրջանառվում, դա որն է։ Ուրեմն ըստ այդ աղբյուրների հայկական լեռնաշխարհից, Արարատյան երկրից վարպետները գնացել են Շումեր իրենց հրավերով, թագավորի ուռուկ թագավորի հրավերով, գնացել են որպեսզի կառուցեն իրենց Աստծո տաճարը։ Այդ տաճարի փլատակները եւ վերակառուցումը հուշում է, որ դրանք զիկուրատներն են։ Աստիճանաձև կառույցները դեռ կան, քանի աստիճան է, որը խորհրդանշում է երկնային ինչ որ շերտ, իրենց գույներ ունեն եւ այլը, եւ դա կառուցել են Արարատյան թագավորությունից հրավիրված վարպետները, ճարտարապետները, առավել հետները տանելով նաեւ շինանյութ։ Իմ ծանոթներից մեկն ասում էր Եգիպտոսում տեսան, որ լեռներ չունեն, որոշեցին, որ բուրգեր կառուցեն եւ դա ծիսական նշանակություն հումորով են ասում, բայց չէ, հումորով պետք չի ասել, որովհետեւ տեսեք, նույն բանը Միջագետքում է, նույն բանը Եգիպտոսում է։ Եթե մարդը ապրում է մի տարածքում, աշխարհագրական մի միջավայրում եւ իրեն գիտակցական կյանքի ընթացքում չի տեսել որևէ բարձունք, հարթավայրում է ապրում, ուրեմն բարձունքի գաղափարը պիտի ինքը ընդունած լիներ մեկ այլ տեղից։ Ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մարդկանց, որոնք անընդհատ տեսնում են տարբեր բարձունքներ եւ ունեն պաշտամունքային բարձունքներ, դրանց հետ կապված հազարավոր պատմություններ, գրավոր աղբյուրներ, բանավոր, ուրեմն մեծ հասարակություն եւ այլ եւ այլ։ Եվ նաեւ սրբազան երաշերտ լանդշաֆտային բաժանումը։ Բնականաբար։ Հիմա տեսեք, ուրեմն շումերները կառուցել են հայ վարպետների օգնությամբ այդ զիկուրատները, գագաթում կառուցել են մեկ սենյակ, որտեղ ըստ իրենց պատկերացումների պիտի Աստված իջներ երկնքից կամ երկնային ուժերը պիտի իջնեին եւ նրանց պետք էր հանգրվան, հա։ Հիմա կառուցել են Արարատյան, ուրեմն աշխարհից գնացած վարպետները։ Բնականաբար հարց է առաջանում, իսկ նրանք տեղում արդյոք որևէ բան չեն թողել, որի նմանակով այդ դուրը պիտի հասներ Միջագետք եւ նրանք ասեին, այ այդպիսի մի կառույց են ուզում, ինչպեսին որ ձեզ մոտ կա։ Իհարկե հարց է առաջանում, ինչ լեզվով են խոսել, դավանաբանությունը պիտի մոտ լիներ, որտեղ հակառակ թշնամի դավանաբանության ոչ ոքին չէին հրավիրի, չէ։ Եվ այստեղ մեզ օգնում է, դուք հիշատակեցիք Թորոս Թորամանյանին, Թորամանյանի գրվածքները, որին մենք ցավոք սրտի խորհրդային շրջանում շատ ուշադիր չենք գտնվել, որպեսզի խորացնենք այդ ուսումնասիրությունը։ Թորամանյանին ուրեմն Թալինի շրջանում գյուղացիները հրավիրում են իմանալով, որ նա սիրում է հնագիտական հուշարձանները ուսումնասիրել կամ ծանոթանալ, ասում են այստեղ մի հնություն կա, եկեք դες ցույց տանք, բայց սխալմամբ բարձրանում են մեկ ուրիշ բլուրի գագաթը եւ ասում են կներեք այդ դիմացինը պիտի գնայինք։ Թորամանյան ուղակի գրում է, թող ների ընթերցողը, բայց ես տեսնում եմ զիկուրատ։ Ֆիքսում է, ինքը միջնադարով էր հետաքրված առավել։ Ասում է, սա ուսումնասիրության կարիք ունի, մեր հին մշակույթի մասին տեղեկություն կհայտնի։ Եվ տեսել է նման զիկուրատներ, չգիտեմ, 10-15 հատ տարբեր տեղեր է թվում Ղարսի նահանգում, որտեղ կարող էր նաև գնալ։ Դրանց ուսումնասիրությունը արել են ավելի ուշ Սանդրո Սարդարյանը, եւ ուղղակի գրում է, որ այդ ուրեմն բնական
զիկուրատ կոչեցյալը ոչ թե արհեստական էր, այլ բնական բլուրը պարսպապատ էր ընդամենը։ Ֆիքսված է պարսպի չափերը, քանի հատ էին եւ այլն, եւ ասում է պեղման արդյունքում այդտեղ բնակելի կամ ռազմական որևէ հետք չգտա, սերունդը պիտի լինեն պաշտամունքային։ Այն ինչ որ այսօր մենք անվանում ենք բլուր տաճարներ։ Այսինքն այդ զիկուրատի նախատիպը հայկական լեռնաշխարհում բլուր տաճարն է, որը հետագայում պիտի վերածվեր միջնաբերդի եկեղեցու եւ այլ։ Նույն Սյունազար տաճարները, որը իբր թե հելենիստական են, տեսնում ենք էլի հայկական մշակույթին վերաբերող Մուսասիրի կամ Մուծածիրի տաճարի տեսքով, բայց նաև մասնագետներ կան, որ ասում են Մուծածիրի տաճարի կերպը եւ հունական այդ Սյունազար տաճարները իր այդ շատ տարբերվում են։ Չէ, շատ չեն տարբերվում։ Առաջի նմանությունը նա է, որ երկուսն էլ ունեն ճակտոն, երկուսն էլ ունեն սյունաշար, երկուսն էլ ունեն այդ հիմքը, որի վրա բարձրացված է երկրի մակերևույթից։ Փոքր, բայց ամբիոն։ Կարևոր չի չափը։ Այսինքն երաշերտ է, եթե մենք այդ տաճարի ուրեմն այդ երանկյան ճակտոնի գագաթից մեկ ուղղահայտ իջեցնենք, միանշանակ երևում է երաշերտ բաժանումը, հա, երկնային, երկրային եւ անդրաշխարհ հասկացությունը։ Բացի դրանից, այ Գառնու տաճարի օրինակը ինչ է, սա ամբողջ հելենական տաճարաշինությունը ծածկված է փայտով։ Այսինքն այնտեղ մենք թաղ կամար, հա, կիսաշրջանաձև որևէ կոնստրուկտիվ լուծում չենք տեսնում, չկա, գոյություն չունի։ Որովհետև հելենիստական շրջանին բնորոշ չէր քարայրը։ Որովհետև իրենք դեռ այդ մշակույթը չունեին։ Իրենք ունեին խորհրդաբանական ուրեմն որոշակի շերտեր, որոնք զուգահեռվում են հայկական լեռնաշխարհի խորհրդաբանության հետ, բայց վերջի տվյալները ցույց են տալիս, որ այդ գիտելիքները նրանք ստացել են Միջագետքից։ Իսկ Միջագետ գնացել է հայկական լեռնաշխարհից։ Ուրեմն այդ անցումը շատ հետաքրքիր է, երբ որ մենք փորձենք տարածաշրջանում նայել։ Բացի դրանից կա մեկ տարօրինակ բան, որ մենք վերջի շրջանում կենտրոնացել ենք այսօրվա Հայաստանի տարածքին եւ մոռացել ենք, երբ որ ասում ենք ծովից ծով Հայաստան, դա մնացել է իբրև բառ, հա, ինչ որ բառերի այսպես շահկապված ինչ որ արտահայտություն, բայց ծովից ծով Հայաստան, եթե մենք աշխարհագրականորեն ենք նայում, հա, միջերկրականից մինչև Կասպից ծով կամ հյուսիսից հարավ տարածքի մեջ մենք քանի 1000 կիլոմետրի վրա մշակութային հետքի մասին ենք խոսում եւ այդ հետքերը չէ որ 300,000 քառակուսի կիլոմետր եւ ավելի տարբեր պիտի լինեին շինանյութի արկայության առումով, բնակլիմական պայմանի փոփոխության առումով եւ տարբեր են եւ տարբեր են, բայց ունեն ընդհանրություն։ Որն է այդ ընդհանրությունը։ Այդ ընդհանրությունը ուրեմն հայկական մտածողության խորհրդաբանական ընկալումների դեռ այսօր պահպանված ձևն է։ Ընդհանրապես մեկ օրինակ դες բերեմ, քաղաքաշինության մեջ ընդունված է, որ որևէ բնակավայր ունենում է հասարակական կենտրոն։ Այդ հասարակական բառը այսօրվա տերմինոլոգիայում փորձում ասել։ Այդ կենտրոնում միշտ եղել է աղբյուրը, որպես բնակավայրի կենսատու, ուրեմն ջրի սնուցման կետ, որի մոտ միշտ տնկվել է պաշտամունքային կենաց ծառը, սոսենին։ Հա? Եվ ունենք բազմաթիվ օրինակներ պահպանված։ Նաև Արցախում ունենք։ Նաև Արցախում ունենք։ Հայ իրենց Արցախի բարբառով ասած տնջրին։ Այո, եւ հայտնի է թե այդ Արցախի սոսենին որտեղից է հայտնվել Արցախում, հա, դա արմավիր մայրաքաղաքի սոսենների պուրակից է, որտեղ դա արգելված ծառ էր, դա ավելի մեկը չէր կարող ունենալ, դա նվեր է ուղարկվել Արցախ, որը պահպանվել է։ Ցավոք սրտի մենք վերջի սոսենին արմավիրի շրջանում, խորհրդային շրջանում ոչնչացրեցինք, նա այրվեց կայծակից եւ այդպես չվերականգնվեց։ Բայց տեսեք ինչ է, եթե տեղափոխվենք Կիլիկիա, հա, Կիլիկիայում, տեսեք, անձամբ ես ուսումնասիրել եմ եւ ֆիքսել եմ դա, ասենք Լևոն Թագավորի կառուցած հսկայական Լևոն Կլա ամրոցի շրջակայքում չկա բնակավայր։ Եվ բնական հարց է առաջանում, իսկ այդ ամրոցում ապրող դրանք թագավորը, զինվորականները, պալատականները որտեղից պիտի սնունդ վերցնեին։ Բայց երբ որ մոտենում եք այդ հսկայական ամրոցին, բնական ժայռի բարձունքում կառուցված, տեսնում եք, որ հարթավայրային շրջանում
ծառ կա պահպանված հսկայական, որը հերբից տեսակը չի որոշվում։ Պարզվում է, որ այդ ծառը սոսենի է, սոսենի մոտ կա աղբյուր, մինչև հիմա գործող աղբյուր, ուրեմն եթե ընդհանրում ենք, որ եթե այս մեր պատկերացումը խորհրդաբանական ճիշտ է, ուրեմն սա բնակավայրի կենտրոնը պիտի լինի։ Երբ որ շրջում է ծառի տարածքում, ամբողջ գետինը ուրեմն կերամիկա է ջարդված։ Ինքը գյուղը չկա, տնկված է նոր ուրեմն ծառաստաններ, պահպանվել է ուրեմն սոսենին, որի գործառնական նշանակությունը այսօր է կարևոր։ Ստվեր է, ուրիշ ծառ չկա, եւ ջուրը կա, ուրիշ ջրի աղբյուր չկա։ Ուրեմն պարզ բան է, ինչ է տեղի ունեցել։ Հետո պարզվում է նման սոսեններ կան տարբեր բնակավայրերում, եթե սոսենի ծառատեսակը չկա, նա փոխարինվում է այլ ծառատեսակի, աշտարակում դա անկուզենին է, որը մինչև այսօր էլ աշտարակի կենտրոնում դեռ կանգուն է։ Իսկ տոտեմական որևէ ծառ պիտի լինի։ Այդ գիտեք, այդ տոտեմական եւ այլը դրանք հետո են։ Բառերը հետո են սահմանվել, բայց երևույթը եղել է։ Երևույթները իհարկե կան, որտեվ այ Ալիշանի մոտ դրանք նկարագրված են այդ ամբողջը։ Եվ եթե դուք նայեք տեղանուններին, շատ հետաքրքիր զուգահեռներ կան հայկական լեռնաշխարհի, այսպես ասած, երկրաչափական կենտրոնից դեպի հյուսիս բոլոր տեղանունները կապված են սև, մութ, չար եւ այլ հասկացությունների հետ։ Սևծով, հա, սևան եւ այլը։ Կամ հակառակը կայտադրենք աղջկա բերդ, հա, ամենատարբեր դրսևորումներով, այսինքն արական իգական տեղանուններով պահպանված։ Ուրեմն այս ամբողջը ուղղակի թե անուղղակի ճարտարապետության առնչվում է եւ անընդհատ կարելի է խորանալ։ Նկատի ունեք ճարտարապետության հետ առնչվում է որպես մոնումենտալ որևէ կառույցի մեջ այդ սիմվոլիկայի ներգրավմամբ, թե այն միջավայրով, որտեղ որ հայտնվում էր կառույցը։ Երկուսն էլ զուգահեռաբար։ Ուրեմն կառույցը ինքը տեղը պիտի ընտրվեր այս խորհրդաբանական ընկալումներով, ուրեմն մեր բոլոր միջնադարյան մտածողները ֆիքսել են, գրել են, որ ցանկացած խորհուրդ զանց չառնեք։ Նրանց մեջ կան խորին խորհուրդներ։ Այդ խորին խորհուրդները վերաբերվում է թե տեղանքի ընտրությանը, տեղի ընտրությանը, կառույցի ձևի տեսակի ընտրությանը, դրա հորինվածքին, նրա գեղագիտական հարդարմանը, նրա մեջ ծիսական արարողակարգի հաստատմանը, ընդունմանը, եւ այս բոլորը մեկ ընդհանուր շղթայի մասեր են, որը հայ մշակույթ է կոչվում ուղղակիորեն։ Մի հարց էլ տամ, երևի վերջինը Սյունազարդ այդ տաճարի տեսքը, որ մենք տեսնում ենք Մուծածիրի ավիրումը, երբ որ թշնամին գալիս ավիրում է եւ գնում իր մոտ նկարում է, ասում է այս տաճարը գնացի, ավիրեցի, թալանեցի եւ բերեցի, իր մոտ այդ վանդալիզմը հերոսության հետ է ասոցացվում։ Մենք տեսնում ենք այդ Սյունազարդ տաճարների կերպը հայկական քրիստոնեական մշակույթի մեջ։ Իհարկե տեսնում ենք։ Եթե սյուն բառի վրա չկենտրոնանանք, կենտրոնանանք նրա իմաստի վրա, գավազան, որը տիեզերքն է պահում, իսկ երկնային սահմանը չէ որ 4 սյուներն են պահում, չէ որ մույթերն են պահում, չէ որ մենք մինչև երկնային հատվածը, մինչև թմբուկ վեղարը ունենք ճակտոնի գաղափարը իրականում, երանգունաձև են չի ավարտվում, գոնե 4 պատերը, մենք ունենք որմնախորշեր, ասենք Քրիփսիմեի տաճարի որմնախորշերը, որոնք կոչվում են ուղղակի հայկական խորշեր, բացի այն, որ դրանք կառուցողական արվեստի տեսանկյունից կարող են ընկալել եւ ընկալում են որպես պատի թեթևացման կամ հակասեյսմիկ միջոցառում, բայց նրա խորհուրդը ֆիքսված է մեր միջնադարյան մատյաններում։ Այդ խորշը ուղղակի ցույցում է, որ ճշմարտությունը երկնքից է բուսնում, բայց արդարությունը երկնքից է իջնում եւ ավարտվում է սիրամարգի պոչով, որը ուղղակի նշանակում է արեգակի առավոտվյան ճառագայթը, լուսաբեր ճառագայթը, երկնային լույսի գաղափարի իմաստության առ երկինք առակմումը։
Իսկ այդ սյուները մենք տեսնում ենք Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների 16 այդ սյուների տեսքով, որոնք 16-ը 4-ը հիմնականում 4-ը գմբեթակիր սյուները, մույթերը, եթե դա 16 հիմքերը 16 իմիջիայլոց կախված է նորից արեգակի հետ։ Արեգակի թվային խորհրդանշանը 16-ն է։ ինչպես։ Այդպես 16-ն է։ 4-ը նրա աշխարհի 4 կողմ, ուրեմն անմնացորդ լույսի սփռման խորհրդանիշն է, հա։ Եվ այդպես դա թվային խորհրդաբանություն այլևս, այսինքն տեսեք, թվային խորհրդաբանություն, բուսական խորհրդաբանություն, կենթանաբանական խորհրդաբանություն, գրավոր խորհրդաբանություն եւ այլը, հա, ամբողջությամբ նույն մտածողության արդյունք են։ Եթե գողը տանից չլինի, կովը երթիկից կհաներ։ Հա։ Դրա հետ կապված են բոլոր անեծքները, բոլոր գովեստի խոսքերը, առակ ասացվածքները, Սամսի Դավիթ էպոսը ամբողջությամբ, այնպես որ դա մի ընդհանուր երևույթ է։ Ինչ է կարծում սովետական շրջանի այն քննադատությանը, որ քրիստոնեության մուտքով մենք կորցրեցինք հայկական մտածողությունը, մշակույթը, արվեստի տարբեր ճյուղեր, ճիշտ են։ Դա ես չեմ իջում ով դա ասել, այդպեսի բան չկա, մենք վերաիմաստավորեցինք առավել եւս, տեսեք, խորհրդային շրջանում արգելվեց եկեղեցու կամ ոգեղեն աշխարհի գոյությունը ընդհանրապես, բայց ինչ արեց հայը, հա, որոշ պարագայում ուղղակի քանդեցինք, որոշ պարագայում գտանք ձևը չքանդելու, ասենք օձոնի տաճարի խաչը մի կերպ իջեցվեց, խոնարհվեց, բայց տեղում դրեցին կարմիր աստղ փայտից զարկած։ Գմբեթին։ Այո, եւ ունենք փաստերը, լուսանկարները կա մեր արխիվում ունենք, եւ ուղղակի հայտարարվեց, որ այո, այս այլևս կոմունիստական մի տարածք է, որտեղ մենք պիտի մեր բերքը պահպանենք։ Մաստերայում նույնիսկ գրված է, այս տարի ինչքան ծորեն հանեցինք, ինչքան չգիտեմ, ինչ կարգուտ եկավ թե չեկավ, այսինքն վերա իմաստավորել են պահպանելով կառույցը, որտեղ ծորենը պահել են այնտեղ, որ դա շենքը չկհանդվի, մինչև լավ ժամանակները գան եւ բացի։ Եվ վերջապես տեսեք, մենք պիտի չմոռանանք, որ ուշ միջնադար մինչև մենք ունենք բնակավայրեր, որոնք քրիստոնեությունը չէին էլ ընդունել։ Եվ դա բնավ չէր նշանակում, թե քրիստոնեությունը հեռացավ ինչ քրիստոնեական մշակույթից կամ այդ մարդիկ չէին հասկանում, թե քրիստոնեական գաղափարախոսությունը որն է։ Սրանք մեկը մյուսին լրացնող երևույթներ էին, ուղղակի մեկնաբանությունը տարբեր սոցիալ-քաղաքական, հա, արևանական հարաբերություններում փոխվում էին, ինչպես որ ասենք Զվարթնոցը պիտի ինչ-որ ժամանակ կառուցվեր այդ տիպով կամ Ավանի տաճարը, կամ մենք ստիպված պիտի տայքում փոխենք մի քիչ մեր կառուցողական արվեստը, բայց միևնույն է դա հայ ճարտարապետության ճյուղեր են ընդհանրապես։ Եվ դա զրույց է Աստծո հետ։ Բնականաբար, որտեղ երկնային ուժերի մասին մեր պատկերացումները իրականում շատ չեն փոխվել, ինչքան էլ որ փորձում ենք Մարս իջնել կամ հետազոտել տիեզերանավերով։ Այնպես որ այստեղ ոգեղեն եւ երկրային նյութական աշխարհների հարաբերությունը դեռ իրական է եւ գոյություն ունի։ Այս ամենի մասին ձեր որ գրքերն է պետք կարդալ, որպեսզի ավելի ամբողջական եւ ավելի հիմնավոր ինֆորմացիա ստանանք։ Վերջի գիրքս երևույթին, որը ավելի լեցուն է տարբեր զուգահեռներով, մշակութային զուգահեռներով, դա ոչ միջնադարյան մշակույթի ազդեցությունը կամ ներգործությունը միջնադարյան արվեստի վրա, որտեղ խոսվում է ճարտարապետական տարբեր երևույթների մասին, դրսևորումների մասին, առանձին խորհրդակիր պատկերների մասին, որոնք բուն հայկական ծագում ունեն, դրանց նախատիպերի մասին, սկսած ժառապատկերներից մինչև մեր օրերը, նաև մեր օրի խորհրդաբանությունն էլ հեռու չի։ Նախնականից ուղղակի ձևափոխված են կամ մատուցված են ոչ յուրովի ընդհանուր մինչև ասենք Դավիթի աստղի մեկնությունը, որը ոչ մի կապ չունի հերական աշխարհի հետ, այնպես որ այդ գրքում կարծեմ թե գոնե այսօրվա դրությամբ, որտեղ նյութերը շատանում են եւ փոխվում են նաև նոր նյութերը հնարավորում են, այնտեղ կարելի է պատկերացում ունենալ։ Շնորհակալություն ձեր հետաքրքիր ուսումնասիրությունների, ձեր տարիների վաստակի համար, որոնք եւ այն ժամանակի համար, որ դուք տրամադրել եք հայկական մշակույթի ճարտարապետական այս ուղղությունը ուսումնասիրելու համար, գտել եւ մեզ եք ներկայացնում դրանց խորհրդաբանությունները, սիմվոլիկան։
Հուսամ մի օր ավելի հասանելի կլինի եւ մենք էլ կսկսենք ավելի շատ կարդալ ու դրանով ապրել եւ քայլելով ոչ թե գրքեր փնտրենք, թե որտեղ ինչ բացատրություն կա, այլ ինքներս արդեն կկարողանանք կարդալ այդ ոչ տառային ուղերձները, որոնք մեր նախնիները հղել են մեզ ճարտարապետության միջոցով։ Հուսանք, այո, որտեվ իրականում ցանկացած եկեղեցի մենք եթե փորձենք ոչ տուրիստի աչքով նայել, այլ ըմբռնումով որ դա խտացված մշակութային հազարավոր տարիների արժեք է, մենք կարող ենք այդ նշանները ուղղակիորեն կարդալ։ Թե քրիստոնեական բուն շրջանով, եթե միջ քրիստոնեական հնարավոր է դա։ Շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես շիրով զրուցում եմ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի հետ, ով ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր է եւ բազմաթիվ գրքերի հեղինակ եւ ում շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լավ հասկանալ հայկական ճարտարապետության խորհրդաբանությունը նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։